Նորությունների հետևից ինչ ասես չի կատարվում մեր երկրում։ Ուրեմն ամենակարևոր նորությունն է նա, որ ժողովուրդ ջան։ Հիշում եք մի ամսուկես առաջ ոնց էին ցնծում, ասում էին Սամվել Կարապետյանը արդեն 3 միլիարդից իր կալանավորված ժամանակ 4 միլիարդ է դարել Սամվել Կարապետյանի ունեցվածքը։ Նշանակում է $1 միլիարդ աշխատել է այս կալանավորված ժամանակ 8-9 ամսում։ Հիմա հետաքրքիրը նրանում է, որ ոնց որ գործ տվին էլի Սամոյի վրա։ Պետությունն էլ ասենց լուր կանգնած սպասում է ու սպասում է մի բանի, որ Սամվել Կարապետյանը սխալ գործի։ Հայտարարագիր չներկայացնի ես մի բան դեզդեն, հիմա ոնց որ ժամանակը արդեն անցել է, Սամվել Կարապետյանը հայտարարագիր բան չի ներկայացրել, հիմա փաստորեն դառնում անենց, որ արդեն առանց հայտարարագիր ներկայացնելու այդ 1 միլիարդ իրանք են հայտարարել, որ Սամոյի ունեցվածքը ավելացել է, այդքան գումար աշխատել, 1 միլիարդի 20% ինչքան անում ժողովուրդ ջան, $200 միլիոն, չէ՞։ Մի փաստորեն Սամոյին կարող է $200 միլիոն էլ վրին գործ հարուցեն։ Լավ ես ինչ եք անում, այ ժողովուրդ ջան, լավ, արդեն չգիտեմ ինչ ասեմ, ոնց կարելի է, մեկը մյուսի փուռը տալով գնում են, դե ես չգիտեմ, չեմ լսեմ, բայց ասում են արդեն Սամվել Կարապետյանը Վարդևանյանին մեղադրել է այդ հարցում, որ ժամանակին չի ներկայացրել, թե ինչ չի արել, իբր ասելա փուռը տվավ ինձ, բան ես չեմ լսել, բայց ուղղակի համացանցում տենց գրում են, բան են անում, չգիտեմ որքանով է ճիշտ։ Սա լուրջ բաներ է կատարում ժողովուրդ ջան, շատ լուրջ։ Հիմա ինչ ասեմ, ոնց կարա այդ մակարդակի մարդիկ, որ նման բաց թողում էլի, դա բաց թողման նման մի բան է, բայց դրանց ախր բուղալտերիա, բան, երևի ամեն ինչ ունեն, իրավաբաններ, բան, հասարակ մարդը, որ ասենք մի ստից մի սուտ բիզնես է ունենում, այդ մարդը անում է, որ չտուգանվի, բան չանի, պետությունա չէ վերջը, օրենքներ է գրած, հաստատած, բան, պետությունը պետք է օրենքներով աշխատի, հմել է, ասելու են, պետությունը լավը չի, ես մեկը լավը չի, ասենք վարչապետը լավը չի, Արա դե մի ինչ կապ ունի դա, որ ամեն մարդ իր պարտականությունը չի կատարում։ Պետությունա օրենք այսօրս հենց այդ օրենքները պետք է բոլորն է պաշտպանեն, չէ։ Վերջո։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Ես ոչ մեկի վատ բան չեմ ցանկանում, ուղղակի լավ, ասենք, ոնց կարելի է։ Մարդիկ ասում են, մենք գալու ենք, մարդիկ խոսքեր են տալի, ինչ-որ բաներ են խոստանում, բայց հասարակ մանրունքները, որ իրանց համար, իրանց պաշտպանելու համար չեն կատարում, այդ պետության համար ոնց կարան այդպես բաներ խոսք տան, բան, էլի, պետություն կառավարելը դա այնքան հեշտ բան չի ո։ Դա ես չեմ կարծում, թե այսօրվա դրությամբ, ասենք, Նիկոլ Փաշինյանից բացի ինչ-որ մինը, ինչ-որ մեկ ուրիշը կարող է մեր պետությունը կարողանա կառավարի։
ոչ թե ասենք Նիկոլ Փաշինյանը բոլորից գրագետ է, բան ես դրա համար եմ ասում, ոչ, Նիկոլ Փաշինյանից գրագետ շատ մարդիկ կան, ուղղակի ըստե հարցը մնում է երկրի այս մենք ոնց որ զրոյից նոր երկիր ենք ստեղծում հասկանում եք հիմա էլ տենում եք արդեն ասենք Ռուսաստանը սանկցիաներ է դնում այս մեկ բան չի թույլատրում մատակարար են բան հիմա այդ բաները արդեն ոնց որ վարչապետը զբաղված է նույնիսկ դրանով, որ այդ գյուղմթերքա բանա արտադրանքը հենց այնպես չկորի, չփչանա, մարդիկ կարողանան ինչ որտեղ վաճառեն, նոր շուկաներ են բացում, նոր երկրներում, զրույց կա, որ արդեն ուկրաինան բոլոր Հայաստանում ինչքան ծաղիկ կա, ուկրաինան պատրաստ է լրիվ ծաղիկը ընդունի, ու տենց բաներ ասում են, էլի ստել են զրուցանում, ասենք, Ռուսաստանում էլ են այդ մասին զրուցանում, որը տես բաներ կա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եսիմ, շատ դժվար է երգիր, սա ուզում են երգիր կառավարեն, այն մեկը, ես ելնեի նրա տեղը, ես ասում եմ, որ արդեն 44 օրյային են, որ գնացել էին ընդի Բաքոյի բանի հետ նստել էին, վայմնի շորերով, բանով դեզդեն, ես ընդեղից ետ չէի գա ժողովուրդ, եթե ես լինեի Քոչարյանը, ես ընդեղից ետ չէի գա, եթե ոչ մի բան չկարողանայի անեմ, հենց ընդել իմ գլխից ինձ կխփեի ու կպրծնեի, հասկանում եք, անմիջապես իրա Ղարաբաղը իրա կառույցն է, ինքն է ստեղծել այդ Ղարաբաղը։ Եթե նա չստեղծեր են 88 թվից, այդ Ղարաբաղը չէր լինելու դեռ այն ժամանակից, արդեն 92 թվին չէր լինելու, Ղարաբաղը լինելու էր, հայերն էլ ընդե ապրելու էին, Բաքվի հայերը Բաքվում էին ապրելու, Կիրովաբադի հայերը ոնց որ ասենք Վրաստանում հայերը ապրում են, չէ, հո մարդկանց ընդեղից չլարեցին, թեկուզ վրացիների հետ մենք Աբխազիայում պրոբլեմ ունեցանք, բայց հայերին չլարեցին, չէ, որովհետև մեր պետությունը չխառնվեց Հայաստանը, ինչ որ մարդիկ խառնվեցին, հայեր, բայց պետությունը չխառնվեց, դրա համար էլ ամեն ինչը մնաց նորմալ վիճակում, ըստե Քորլևոնը սխալ քայլ արավ, էլի միացավ Քոչարյանին, պետությունը խառնեց։ Մի խոսքով ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանի վրա Սևան Բերենիչել, իրականում Սևան Բերենիչել, չգիտեմ ոնց է տակից դուրս գալու, նամանավանդ որ մարդկանց էլ այդքան խոստումներ են տվել, բայց խոստումները հենց այնց է, Սամվել Կարապետյանը այսպես թե այնպես չկարա երկրի վարչապետ դառնա։ Կա մի ձև կա, ես կարամ ասեմ ժողովուրդ ջան, եթե ուզում եք իմանաք, էլի, մի ձև կա, պետք է, որ իրենք 65% ձայն հավաքեն, սահմանադրությունը փոխեն, երգիրը սարքեն նախագահական, նորից դնեն ընտրությունների, Սամվել Կարապետյանին ընտրեն նախագահ երկրի, բայց դա ես որ ասում եմ, դա ֆանտազիա է, դե արդեն 100% մենք պարզ գիտենք, Սամվել Կարապետյան, Դոդ, Քոչ, սրանք մի խումբ են, սրանք արդեն բաննել հետները, ցարնել հետները, 4 հոգի են արդեն, քառագլուխ են, երագլուխ չեն, քառագլուխ են, պարզ արդեն ասված է, որ եթե ռուսամետ ուժերին իշխանությունը հանձնեցիք, Հայաստանի հանդեպ սենց ենք անելու, նենց ենք անելու, բայց
Այս գյուղմթերքա բան կարող է հեսա միջև ամսի 7 անեն, բայց այն գազա մազա բան դա բացառվում է ժողովուրդ ջան։ Դա պետական բան է։ Դա ինքն է վաճառում, մենք չենք վաճառում իր վրա, որ հանկարծ գազի հետ ինչ որ, եթե թանկացնի, դա իր գործն է, կարա թանկացնի, բայց ինքը մեծ վնաս կանի։ Շատ մեծ վնաս կանի Ռուսաստանը, եթե գազը Հայաստանի վրա թանկացնի։ Դա գազը, որովհետև դրանից այն կողմ ուրիշ զենք չկա։ Դա ամենա ատոմային զենք է այսօր Ռուսաստանի ձեռին։ Եթե էդ օգտագործի, էլ ուրիշ զենք գոյություն չունի Հայաստանի դեմ։ Վերջ։ Արդեն վերջն է լինելու։ Դա գազի մասին մոռացեք, գազը չի անի։ Կարևորը որ դա ինքն է վաճառում, մենք գնորդն ենք։ Մենք չենք վաճառում, բայց մեր միրգը բանը կարա ասի, անտիսանիտարական է, այս մի բան է, ոչ մեկ դրա համար պատասխան չտալի։ Բայց գազի համար դա անմիջապես, դա արդեն իր համար կլինի շատ վտանգավոր քայլ։ Հայաստանի համար կարող է դա լինի շահեկան, եթե նա տենց բան անի գազի համար։ Տենց բաներ ժողովուրդ ջան։ Ես ճիշտ ասած, եթե ես լինեի Սամվել Կարապետյանի տեղը, ինչ եղել էր, ասենք, այն ժամանակ, որ նեղացավ, ասենք, վարչապետիցը, նենց բաներ ասես, դեն, ես հետո այդ ամեն ինչի համար, իմ արածների համար, եթե ես լինեի, մեկը ինքը այլևս Ռուսաստան չի վերադառնալու, դա բացառված է, դա ես եմ ձեզ ասում ժողովուրդ, խոսքս հիշեք, նրան այսօր էլ բաց թող, ասա գնա Ռուսաստան, նա չի գնա, ընդե անելու բան իրան չունի, ընդե նրան շատ վատ բաներ կսպասվի, իմ կարծիքով, դա ես իմ կարծիքն եմ ասում, դե ես իմ կարծիքներում համարյա ոչ մի անգամ չեմ սխալվում, նա չի գնա Սամվելը ոչ միտեղ Հայաստանից, նույնիսկ արդեն եվրոպական կամ ասիական ինչ-որ պետություն էլ չի գնալ, Հայաստանից ոչ միտեղ, ոնց որ Քոչարյանը ոչ միտեղ չի գնում, որտեղ գնա կարող է բռնեն, գիտեք թե Քոչարյանը ինչի դուրս չի գալի, որտեղ գնա կարող է բռնեն, Ռուսաստանից բացի ոչ միտեղ դուխը չի երեքում գնա, իսկ առաջները ոչ մի տեղից, Հունաստաններից, բանից, ոչ մի տեղից դուրս չէր գալի, եվրոպական երկրներից, քեֆ էր անում իր համար, մի խոսքով նման բան էր ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ մնացեք, առողջ եղեք, ամսի 7-ին ընտրում ենք վարչապետ Փաշինյանին, մեր երկրում այս գործը ինչ որ Փաշինյանը սկսել է, պետք է ինքն էլ ավարտի։ Ես կարծում եմ, կապը կտրվում է, ես կարծում եմ 2031 թվին վարչապետը Փաշինյանը էլ ընտրության չի մասնակցի։ ԿՊ-ն կմասնակցի իհարկե բան, բայց անձամբ ինքը այլևս չի մասնակցի 31 թվին Նիկոլին Թոշակի կուղարկենք, բայց մենք կունենանք ստաբիլ հայրենիք, ստաբիլ հայրենիք, ամեն ինչը իր տեղը տեղով։ Ես գիտեմ, ես մի բան գիտեմ, 2, մաքսիմում 3 տարուց հետո Հայաստանը ոչ մի
գյուղմթերք ոչ մի բան չի արտահանելու, ընդհակառակը պակասությունա լինելու, ներմուծելու է, տարբեր երկրներից ներմուծելու է։ Մեր երկրում ինչքան հայ է ապրում, 3 տարուց հետո 2 այդքան տուրիստ է լինելու։ Հիշեք, տարվա մեջ 5-ից 6 միլիոն տուրիստ է լինելու մեր երկրում։ Այդքանին պետքա կարողանաս հաց ուտացնես, գեղավարի ասեմ։ Ժողովուրդ ջան, մի խոսքով այ նման բաներ, 2-3 տարուց հետո Հայաստանը գյուղմթերք չի արտահանելու ընդհանրապես, չի հասցնելու արտադրի Հայաստանին մատակարարի։ Այդպես պետություններ գիտեք ինչքան կան, իրենք չեն կարող մատակարարեն, նույնիսկ ներ են մուծում, մենք էլ ենք ներմուծելու, խոսքս հիշեք։ Մերը մենակ ես անտեր գազն ու նավթն է, էլի, ուրիշ բանն է, բայց գազն ու նավթն էլ ամբողջ Եվրոպան, ամբողջ Պրիբալտիկան բան, ոչ գազ ունեն, ոչ նավթ ունեն, բայց տեսեք ոնց են ապրում, թոշակառուն $1000-1500 փող է ստանում եվրո։ Մի խոսքով լավ է լինելու, Հայաստանը ամենազարգացած երկրների ցանկում է լինելու, Հայաստանը աշխարհում Top 10 երկրների ցանկում է լինելու ամենազարգացած երկրների 31 թվին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2031 թվին այն նման պետություն է հանձնելու իրավահաջորդին։ Իրավահաջորդն էլ ընտրվելու է օրինական ձևով։ Հնարավոր է ԿՊ-ից չլի, ուրիշ կուսակցությունից, բայց դրանք վերանալու են։ Այդ Քոչարյան, այդ եսիմե դոդա, մոդա, դրանք սա վերանալու են։ Դրանք հիմա էլ են վերացած։ Դրանք վերացած դինոզավրերի տեսակներ են, որ Հայաստանի հաշվին տենց միլիարդատերեր դառան, հիմա այսօր իրանց եսիմ այդ քյոփակները ինձ են միշտ քյոփակ ասում, մեկ նենց քոչարանականներ են լինում, բայց այդ քյոփակները արդեն 70 մարդիկ են փոխանակ գնան վերենգնեն իրանց թորների հետ մանգան, եկել են իշխանություն են ուզում հետնել նես բաներ են ասում, սենց են կանելու